Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ավանի անձնագրային ծառայության հիմնանորոգված շենքի բացմանը։ Ծանոթանալով ծառայության տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքային պայմաններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարած աշխատանքի համար եւ ընդգծել, որ այսպես լուծում է տրվում մեր բնակչությանը հուզող կարևոր խնդիրներից մեկին։ 96 թվականին եմ եկել անձնագիր ստանալու եւ հենց այստեղից եմ ստացել եւ այն ժամանակ շատ վատ պայմաններ էր, համեմատական երբ որ նայենք հիմա գերազանց պայմաններ ունենք։ Ես մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը, որ Ավանի բնակիչներին այս պայմանների հնարավորությունը տվեցին, որ նորմալ սպասարկվի։ Հաշվի առնելով առաջիկայում Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման օրենսդրական պահանջը, Ավան վարչական շրջանի վերանորոգված անձնագրային բաժանմունքի շենքում պիլոտային ծրագրով ներդրվել են նույնականացման քարտերի և անձնագրերի պատրաստման նպատակով լուսանկարվելու, էլեկտրոնային ստորագրության և մատնադրոշմների հանձնման սարքեր։ Հարկ է նկատել, որ դրանց շնորհիվ քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ, թափանցիկ և արագ կկատարվի, ինչին ականատես եղան նաև բաժանմունքի առաջին այցելուները։ Անակնկալ արեցին պայմանները բոլոր քաղաքակիրթ ձևով, սպասարկումը նորմալ, ինձ թվում է բոլոր ավանցիները գոհ կմնան։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն իր հերթին քաղաքապետին հավաստիացրել է, որ արդեն հաջորդ տարի հիմնովին վերանորոգված և վերազինված կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անձնագրային ծառայության շենքերը և նորամուծությունների արդյունքում հնարավոր կլինի խուսափել ավելորդ հերթերից։